Հայ խաղաղապահները իրենց առաքելության ընթացքում մշտապես արժանացել են բարձր գնահատականի և բազմաթիվ պարգևների։ Եվ ահա հուլիսի 22-ին խաղաղապահ բրիգադում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ հերթական անգամ մեդալներով ու պատվոգրերով պարգևատրվեցին մի շարք հայ խաղաղապահներ։ 2001 թվականի հուլիսին ստորագրվեց խաղաղապահ գործողությունների համակարգին Հայաստանի միանալու հուշագիրը և նույն տարում մեր զինված ուժերի կազմում ձևավորվեց 12-րդ խաղաղապահ գումարտակը։ Անցան տարիներ և հերթափոխից հերթափոխ թե Կոսովոյում, թե Իրաքում հայ խաղաղապահները կատարելագործեցին իրենց գիտելիքները, ունակություններն ու կարողությունները, հարստացրին փորձը աչքի ընկնելով մարտունակությամբ, կամային հատկանիշներով։ Եվ պատահական չէ, որ նրանք իրենց գործունեության ընթացքում ցուցաբերած մարդասիրության և բարձր պատրաստվածության համար բազմիցս արժանացել են ԱՄՆ-ի, լեհական ու հունական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հրամանատարության խրախուսանքին ու բարձր գնահատականներին։ Եվ ահա խաղաղապահների պարգևատրման հերթական արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 22-ին խաղաղապահ բրիգադում։ Միջոցառմանը մասնակցում էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Թոդ Բանթինգը, Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոթեն, բարձրաստիճան զինվորականներ և այլք։ Ողջունելով և շնորհավորելով բրիգադի անձնակազմին Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանի, ԱՄՆ-ի և Լեհաստանի կառավարությունների կողմից հանձնված պարգևները փաստում են, որ մեր զինծառայողները միջազգային առաքելություններ իրականացնելիս բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Իսկ իր ելույթում Թոդ Բանթինգը նշեց, որ հայ խաղաղապահներն առանձնահատուկ են իրենց պարտականությունները կատարելիս, դրսևորում են նվիրվածություն և արհեստավարժություն։